Հետևյալ ձայնագրությունը Շահումյան կազմակերպության կողմից պարունակում է հայերեն թարգմանված 3 տեղեկություններ, կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գործադիր հրամանի հետ, որով Կուբայի դեմ հայտարարվել է ազգային արտակարգ դրություն և խստացվում է տնտեսական ու էներգետիկ շրջափակումը։ Լուրերն ընդգրկում են ԱՄՆ գործադիր հրամանի բովանդակությունը, Կուբայի կառավարության պաշտոնական արձագանքը և Կանադայի կոմունիստական կուսակցության դատապարտման հայտարարությունը։ Թարգմանությունն ամբողջությամբ կատարվել է բնօրինակ տեքստերից։ Այս լուրերի արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Շահումյան կազմակերպության տեսակետները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կուբայի դեմ գործադրական հրամանագիր։ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադրական հրամանագիր Կուբայի նկատմամբ ազգային արտակարգ դրություն հայտարարելով և Հավանայի կառավարությունը ներկայացնելով որպես արտասովոր և էքստրաորդինար սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ Այս հրամանագիրը, որը հիմնված է արտակարգ դրության օրենսդրության և նախագահի տնտեսական լիազորությունների վրա, հարթում է Կուբայի դեմ քաղաքական, տնտեսական և էներգետիկ ճնշումների սրելու ուղին։ Գործադրական հրամանագրի տեքստում Կուբայի կառավարությունը մեղադրվում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաև թշնամական ոչ պետական դերակատարների հյուրընկալելու մեջ, և այս հարաբերությունները ներկայացվում են որպես արտակարգ դրություն հայտարարելու հիմնական հիմնավորում։ Սպիտակ տունը պնդում է, որ այդ կապերը վտանգում են ԱՄՆ-ի և Արևմտյան կիսագնդի անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կկիրառի լրացուցիչ տուրքեր և նոր պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք նավթ և էներգակիրներ են արտահանում Կուբա, գործողություն, որը փաստորեն ընդլայնում է ճնշումների շրջանակը, ներառելով ոչ միայն հենց Կուբան, այլև այդ երկրի էներգետիկ ռեսուրսների արտաքին մատակարարներին։ Ընդհանուր առմամբ, այս որոշումը ԱՄՆ քաղաքականության մուտք է Կուբայի դեմ տնտեսական և էներգետիկ շրջափակման նոր փուլ, որը ոչ միայն ուղղված է Հավանայի դեմ, այլև ուղղակի ճնշում է գործադրում Կուբայի էներգետիկ տնտեսության հետ կապված տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների ցանցին։ Կուբայի հեղափոխական կառավարության հայտարարությունը։ Կուբայի հեղափոխական կառավարությունը խստագույնս դատապարտում է Միացյալ Նահանգների կառավարության Կուբայի դեմ լարվածություն սրելու նոր գործողություն, որը կատարվում է մեր երկրի վարելիքի ամբողջական շրջափակում ստիպելու ուղղությամբ։ ԱՄՆ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ին հռչակված գործադրական հրամանագիրը ազգային արտակարգ դրության գոյության մասին հավանքներով հնարավորություն է տալիս ամերիկյան կառավարությանը վաճառմական տուրքեր սահմանել Կուբայի նավթ մատակարարող երկրներից ապրանքների ներմուծման վրա։ Նման ծայրահեղ գործողություն հիմնավորելու համար այս հրամանագրի տեքստում Կուբայի կառավարությունը մեղադրվում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաև թշնամական ոչ պետական դերակատարների հյուրընկալելու մեջ, և այս հարաբերությունները ներկայացվում են որպես արտակարգ դրություն հայտարարելու հիմնական հիմնավորում։ Սպիտակ տունը պնդում է, որ այդ կապերը վտանգում են ԱՄՆ-ի և Արևմտյան կիսագնդի անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահի այս գործադրական հրամանագիրը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և նաև հակասում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի որպես խաղաղության գոտի հռչակագրին։ Այս հրամանագիրը նորից ցույց է տալիս, որ հենց Միացյալ Նահանգների կառավարությունն է սպառնալում տարածաշրջանին և աշխարհի անվտանգության, կայունության և փախկին։ Միացյալ Նահանգների կառավարությունը 67 տարի անհաջողության հետո մի իսկական և օրինական քաղաքական և հեղափոխական գործընթացին հնազանդեցնելու և նոչնչացնելու գործընթաց, որը հիմնված է լիական անկախության, սոցիալական արդարության, փախկին և համերաշխության վրա, հասել է այս կետին։ Լավ փաստադղտերված է, որ Կուբան միշտ պատրաստ է եղել Միացյալ Նահանգների կառավարության հետ մտնել լուրջ և պատասխանատու դիալոգ, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի, ինքնիշխանությունների հավասարության, փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու և երկրների անկախության և ինքնիշխանությանը լիական հարգանքի վրա։ Ինչպես բոլորը, թեև Ամերիկայի իշխող շրջանակները գիտեն Կուբան ոչ մի կերպ սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների, նրանց ազգային շահերի կամ նրանց քաղաքացիների բարեօրությանը, քաղաքացիներ, որոնք երբ իրենց կառավարությունը թույլ է տվել այցելել կղիզ, միշտ հանդիպել են հարգանքի և հյուրընկալության։
Կուբան ոչ մի երկրի չի սպառնալում եւ ոչ մի երկրի նկատմամբ ագրեսիա չի գործադրում։ Կուբայի դեմ պատժամիջոցների ոչ մի իրավական համաձայնություն գոյություն չունի։ Կուբան խաղաղասեր, համերաշխությանը նվիրված եւ փոխգործակցող երկիր է, որը պատրաստ է օգնության հասնելու եւ համագործակցել այլ երկրների հետ։ Կուբան նաեւ դիմացկուն եւ պայքարող ժողովրդի երկիր է։ Իմպերիալիզմը սխալվում է, եթե կարծում է, որ տնտեսական ճնշումով եւ միլիոնավոր մարդկանց տարապանք պարտադրելով կարող է կոտրել այս նազգի ոլորտը, պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը եւ կանխելու, որ Կուբան կրկին ենթարկվի Միացյալ Նահանգների տիրապետությանը։ Միջազգային հանրությունը այժմ բախվում է անխուսափելի մարտահրավերի։ Արդյոք այս տեսակի քննագործությունը պետք է ապագայի նշան լինի, թե հաղթանակելու են բանականությունը, համերաշխությունը եւ ընդդիմությունը ագրեսիայի, անպատժիծության եւ իշխանության չարաշահումներին։ Մենք այս նոր հարձակման առաջ ցուցադրում ենք մեր վճռականությունը եւ հավասարակշռությունը մեր դիրքորոշման արդարության մեջ։ Մեր հաստատերմությունը նույնն է՝ հայրենիք կամ մահ, հաղթանակը մերն է։ Հավանա 2026 թվականի հունվարի 30։ Կանադայի կոմունիստական կուսակցության հայտարարությունը։ Ամերիկյան տնտեսական ահաբեկչության դատապարտում Կուբայի դեմ։ Կանադան պետք է գործի։ Կանադայի կոմունիստական կուսակցությունը խիստ դատապարտում է Տրամփի վարչակազմի 2023 թվականի հունվարի 29-ի գործադրական հրամանագիրը, վտանգավոր ու ապօրինի գործողություն, որն ուղղված է Կուբայի դեմ վառելիքի ամբողջական շրջափակում մտցնելու միջոցով նրան խեղդելուն։ Սա ամերիկյան 65-ամյա ագրեսիայի նորագույն դրսևորումն է, տնտեսական պատերազմի մի ձև, որն ունի մեկ նպատակ՝ ոչնչացնել այն սոցիալիստական հեղափոխությունը, որը ԱՄՆ ափերից ընդամենը 90 մղոն հեռավորության վրա ցույց է տալիս, որ բանվորները կարող են վերցնել հասարակության ղեկը եւ որ մեկ այլ աշխարհ հնարավոր է։ Այս քաղաքականությունը հանդիսանում է ազգերի ինքնիշխան իրավունքի ու անկախ զարգացման բացահայտ խախտում եւ կհանգեցնի սուր մարդկային աղետի։ Սպառնալով պատժիչ տուրքեր սահմանել ցանկացած երկրի նկատմամբ, որն առևտուր է անում Կուբայի հետ նավթի բնագավառում, ամերիկյան իմպերիալիզմը բացահայտորեն դիմում է շանտաժի ու ահամեկման եւ փորձում է ծանր տարապանք պարտադրելով կուբացի ժողովրդին հասնել նրա քաղաքական հնազանդեցման։ Վարչապետ Քարնին վերջերս Դավոսի հավաքում հայտարարել էր, որ ժամանակն է վերջ տալ հարկադրանքին ու ճնշումներին գթասրտությամբ վերաբերվելուն։ Եթե այս սկզբունքն իսկապես իմաստ ունի, ապա այն պետք է կիրառվի նաև այս դեպքում։ Կանադայի երկարատև լռությունը ԱՄՆ-ի այս վայրագ ագրեսիայի առջև Կուբայի դեմ ցույց է տալիս, որ նման կարգախոսները դատարկաբանություն են։ Իսկապես սկզբունքային եւ ռեալիստական արտաքին քաղաքականությունը պահանջում է, որ Կանադան անհապաղ ու առանց երկմասության դատապարտի այս տնտեսական ահաբեկչական գործողությունը։ Օգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները ԱՄՆ շրջափակմանը դիմակայելու համար եւ ուժեղացնելով առևտուրն ու համագործակցությունը Կուբայի հետ օգնի այդ երկրին դիմակայել այս հարձակմանը։ Այս պահը պահանջում է Կանադայի ամբողջ տարածքում բանվորական եւ ժողովրդական շարժումների համակարգված արձագանք։ Այն հեղափոխությունը, որ իր բժիշկներն ու ուսուցիչներն է ուղարկել հանուն համերաշխության, տասնամյակ շարունակ ցույց տալով ինտերնացիոնալիզմի ամենախոր դրսևորումներ, այնքան սպան, որ ինքը գտնվել է հանցավար շրջափակման տակ, այժմ ավելի քան երբևէ կարիք ունի մեր համերաշխության։ Կուբայի հեղափոխությանը պաշտպանելը համաշխարհային մասշտաբի դասակարգային անհրաժեշտություն է, եւ մեր համերաշխությունը պետք է համապատասխանի այս սպառնալիքի մասշտաբին։ Պետք է կրկնապատկենք մեր ջանքերը Կանադայի կառավարությունից պահանջելով հանդես գալ Կուբայի ազգային ինքնիշխանության պաշտպանությամբ եւ հայտարարելով, որ Կանադայի ողջ ժողովուրդը կանգնած է Կուբայի կողմից դեմ կայսրական ներխուժման։ Կենտրոնական կոմիտեի գործադիր մարմին, Կանադայի կոմունիստական կուսակցություն։ Շնորհակալություն, որ լսեցիք այս հաղորդումը։